Այդ խապկանքին, որ ներկայացնում են մեր ժողովրդին, որ եթե քահանան գարկալուց եղած է, ուրեմն ինքը չի կարող որևէ մեկ արարողություն կատարել։ Նախ հստակորեն ասեմ, որ մեր եկեղեցում եւ ընդհանրապես քրիստոնեական եկեղեցում գարկալուծում, այսինքն որպես օձումնազրկում չկա։ Այսինքն, եւ որ ասում են գարկալուծում, առնում ես մարդուն գարկը, բայց չես առնում մարդուն օձումը, որովհետեւ այդ օձումը անչնչելի է։ Օրինակ դամ ծերունգընտիրների, որ եւ որ մենք երեխային օձում ենք միրոնով, մենք որևէ մեկ բարակային չենք կարող ասել, որ այդ երեխուց այդ միրոնի օձումը վերցնում ենք, բայց քահանայի բարակային քահանան ունի օձում եւ ունի գարկ։ Հիմա գարկը կարող է որևէ որոշ պատճառներով առնվի նրանից եկեղեցական իշխանությունից կողմից, ինչ է նշանակում գարկազրկել, այսինքն գարկը առնել։ Գարկը, այսինքն այդ մգրդություն, բսակ, բադարակ, այդ արարողությունները կատարելու իրավունքը նրանից առնվում է։ Բայց անշուշտ է մեր եկեղեցու հայրերը նաև սահմանում են, որ այդ գարկը վերցնելու համար, որպեսզի ժամանակավոր ավեստու հոգևորականին բաժես կամ զրկես այդ գարկից, պետք է լինեն որոշ կանոններու հետևողություն։